Փրկագործության պատմության հենց սկզբից Աստված երբեք իր ժողովրդին չի թողել անառաջնորդ։ Նա հաստատեց սուրբ կարգ, քահանայություն, որով իր շնորհը պիտի մտներ աշխարհ։ Ելք 28-ում Աստված հրամայում է Մովսեսին. «Մոտեցրու քեզ Ահարոնին և նրա որդիներին, որպեսզի նրանք քահանայություն անեն ինձ համար»։ Քահանայությունը մարդկային հայտնագործություն չէ, այն Աստծո կարգադրությունն է։ Եվ երբ մարդը փորձեց իրեն վերապահել այս աստվածային իշխանությունը, Սուրբ Գիրքը սարսափազդու կերպով նկարագրում է հետևանքները։ Ամենատպավորիչ օրինակներից է թագավոր Օզիան։ Նա հզոր էր, Աստծո կողմից օրհնված, հաղթանակած պատերազմներում և սիրված ժողովրդի կողմից։ Բայց նա մեծամտացավ։ Բ Մնացորդաց 26:16-ը ասում է. «Երբ նա զորացավ, նրա սիրտը բարձրացավ մինչև կործանում»։ Օզիան մտավ տաճար խունկ ծխելու, անելու այն, ինչ Աստված հանձնարարել էր միայն քահանաներին, Ահարոնի որդիներին։ Քահանաները նրան հանդիմանեցին ասելով. «Քո գործը չէ, ով Օզիա, որ Տիրոջը խունկ ծխես, այլ քահանաներինը, որոնք սրբագործված են խունկ ծխելու համար»։ Բ Մնացորդաց 26:18 Օզիան բարկացավ, և հենց այդ պահին Աստված հարվածեց նրան։ 19-րդ խոսքը ասում է. «Բոլոտություն երևաց նրա ճակատին, քահանաների առջև։ Նա սարսափով փախավ և կյանքի մնացած օրերը ապրեց մեկուսացած, հեռու Աստծո տնից»։ Մեսիջը հստակ է. ոչ մի թագավոր, ոչ մի կառավարություն, ոչ մի երկրային իշխանություն իրավունք չունի կարգելու կամ հանելու նրանց, ում Աստված է հաստատել։ Քահանայությունը չի բխում քաղաքականությունից, այն գալիս է Աստծուց։ Այս ճշմարտությունը նոր ու ավելի մեծ ուժով է արտահայտվում նոր ուխտում։ Քրիստոս ոչ թե վերացրեց քահանայությունը, այլ լրացրեց այն, որպես հավիտենական քահանայապետ։ Եվ հարությունից հետո նա իր քահանայական իշխանությունը փոխանցեց առաքյալներին, Սուրբ Հոգին փչելով նրանց վրա։ Հովհաննես 20:21-23-ում Հիսուս ասում է. «Ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում, առեք Սուրբ Հոգին։ Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի, եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի»։ Սա խորհրդանշական չէ։ Սա քահանայական իշխանություն է, իշխանություն մեղքերը ներելու Աստծո անունով։ Ապա խորհրդավոր ընթրիքի ժամանակ Քրիստոս պատվիրեց. «Այս արեք իմ հիշատակի համար»։ Ղուկաս 22:19։ Եկեղեցու հայրերն ասում են, որ սրանով Քրիստոս առաքյալներին վստահեց Սուրբ Պատարագի խորհուրդը։ Առաքյալները հասկացան կատարվածը։ Նրանք նշանակեցին իրենց հաջորդներին։ Գործք առաքելոց 14:23-ն ասում է. «Նրանք յուրաքանչյուր եկեղեցում երեցներ ձեռնադրեցին»։ Պողոսն ասում է Տիմոթեոսին. «Այս պատճառով հիշեցնում եմ քեզ, որ վառ պահես»։ Աստծու շնորհը, որ քեզ տրվեց իմ ձեռնադրության միջոցով, Բ Տիմոթեոս 1:6։ Սա է ձեռնադրությունը, սա է առաքելական հաջորդականությունը, սա նոր ուխտի քահանայությունն է, որ շարունակվում է իշխանության փոխանցմամբ։ Սուրբ Գիրքը մեզ տալիս է մի օրինակ, որը հաճախ անտեսվում է, բայց և որն այս ճշմարտությունը շատ ավելի խորքային է պարզաբանում։ Հուդան կողմնակի անձ չէր, նա անծանոթ չէր, նա 12 առաքյալներից մեկն էր։ Քրիստոս նրան նույն իշխանությունը տվեց, ինչ Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին։ Մատթեոս 10:1-ում Հիսուս նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիներ հանելու և ամեն հիվանդություն բուժելու։ Հուդան ավետարանը քարոզեց, Հուդան հիվանդներին բուժեց, Հուդան դևեր հանեց Քրիստոսի անունով։ Հուդան ուներ քահանայական իշխանության շնորհը, բայց կորցրեց իր հոգին։ Սա է ահասար սուր ճշմարտությունը։ Քահանայական շնորհը իրական է, նույնիսկ եթե անձը անարժան է։ Իշխանությունը իրական է, նույնիսկ եթե անոթը կոտրված է։ Աստծո պարգևները չեն չեղարկվում, նույնիսկ եթե քահանայի անձը ձախողվում է։ Պողոս առաքյալն այս մասին ասում է. «Արդ այս գանձն ունենք կավեամանների մեջ, որպեսի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ մեզնից»։ Բ Կորնթացիներ 4:7։ Ահա ինչու է առաքելական եկեղեցին պահպանում քահանայությունը սրբազան երկյուղով, որովհետև այն աշխատանք չէ, պաշտոն չէ, դեր չէ, որպեսզի շնորհվի կամ վերցվի մարդկանց կողմից։ Այն խորհրդավոր ծառայություն է, հիմնված Քրիստոսի վրա և փոխանցված առաքյալների ձեռնադրությամբ։ Սուրբ Գիրքը մեզ զգուշացնում է Հուդայի օրինակով, որ անձնական մեղքերը չեն վերացնում քահանայական շնորհը, և Սուրբ Գիրքը ցույց է տալիս, որ Քրիստոսի միջոցով քահանայական կարգը շարունակվում է մինչև ժամանակների վերջը։ Քահանայությունը մերը չէ,
որ 'պեսզի վերափոխենք կամ լուծարենք մեր ուզած ձևով։ Այն պատկանում է Աստծուն։ Այն Աստծո գործիքն է, իր հրամանը, իր ձևը, իր ժողովրդի սրբացման համար։ Եվ այսօր առաքելահաստատ եկեղեցիներում նույն քահանայական կարգը, հիմնված Աստծո կողմից, լրացած Քրիստոսով եւ փոխանցված առաքյալներից, շարունակում է բոցավառվել երկնային կրակով։